Եվրոպական միությունը եւ Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել ամրապնդել իրենց գործընկերությունը ԵՄ գլոբալ դարպասներ նախաձեռնության եւ վերջերս մեկնարկած միջտարածաշրջանային կապակցվածության օրակարգի շրջանակում։ Ըստ Ադրբեջանում Եվրամիության պատվիրակության հաղորդագրության նպատակն է բացահայտել նոր տնտեսական հնարավորություններ եւ խթանել երկարաժամկետ համատեղ բարգավաճումը, համագործակցությունը եւ խաղաղությունը, տրանսպորտի, թվային տեխնոլոգիաների, էներգետիկայի եւ առևտրի կայուն եւ ամուր կապերի միջոցով։ Այս շրջանակում Եվրոպական միությունը եւ Ադրբեջանը վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի հետ միասին համաձայնության են եկել Նախիջևանի երկաթուղու նախագծի զարգացման իրագործելիության ուսումնասիրություն սկսելու վերաբերյալ։ Սա ըստ հաղորդագրության կարևոր ներդրում է Ադրբեջանում եւ ավելի լայն տարածաշրջանում շարժունակության եւ տնտեսական հոսքերի բարելավման համար։ Այս երկաթուղին մաս է կազմում ավելի լայն տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի, որը նպատակ ունի կապել Եվրոպան եւ Կենտրոնական Ասիան, ապահովելով տարանցումը 15 օրում, նշված է հաղորդագրության մեջ։ Ադրբեջանում ԵՄ պատվիրակությունը նաեւ նշում է, որ Եվրոպայի եւ Ասիայի միջև բազմազան հուսալի եւ կայուն երթուղիները համատեղ ռազմավարական շահ են ներկայացնում, ապահովելով փոխադարձ օգուտներ եւ նվազեցնելով չափազանց մեծ կախվածության հետ կապված ռիսկերը։ Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին ընդունել է ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների երկուսակցական պատվիրակությանը։ Կողմերը քննարկել են Վրաստանի եւ Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների ընթացիկ հարցերը, տարածաշրջանում ընթացող գործընթացները։ Ընդգծվել է տարածաշրջանում խաղաղության եւ կայուն զարգացման կարեւորությունը, միջին միջանցքի տրանսպորտային ներուժը։ ԱՄՆ կոնգրեսի պատվիրակության անդամներն աջակցություն են հայտնել Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ընդգծել են Վրաստանի դերը գլոբալ եւ տարածաշրջանային քաղաքականության եւ անվտանգության հարցերում։ Վրաստանի արտաքին գործերի նախարարը վերահաստատել է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները եւ ռազմավարական գործընկերությունը վերականգնելու վրացական կողմի պատրաստակամությունը։ Միացյալ Նահանգների, Դանիայի եւ դրա կազմի մեջ մտնող Գրենլանդիայի միջև եռակողմ բանակցություններից հետո Դանիայի արտգործնախարար Լարս Լյոկե Ռասմուսենը հայտարարել է, որ չնայած բոլոր հարցերը լուծված չեն, սակայն այժմ ավելի մեծ լավատեսություն կա, քան մեկ շաբաթ առաջ։ Կողմերը նախատեսում են շարունակել շփումները։ Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում ընդունել էր Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենին եւ Գրենլանդիայի վարչապետ Յենս Ֆրեդերիկ Նիլսենին։ Նա ընդգծել էր Արկտիկայում պաշտպանությունն ուժեղացնելու անհրաժեշտությունը հաշվի առնելով Ռուսաստանի դիրքորոշումը հեռավոր հյուսիսում եւ Չինաստանի տնտեսական ներկայությունը։ Գրենլանդիայի վարչապետն իր հերթին նշել էր, հարկավոր է մեծացնել տարածաշրջանում անվտանգությունը Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության ֆոնին։ Դանիայի վարչապետն էլ բարձր էր գնահատել այն, որ ճգնաժամի պահին եվրոպացիները միավորվել են եւ դեմ արտահայտվել կղզին ԱՄՆ-ին միացնելու նախագահ Դոնալդ Թրամփի նկրտումներին։ Օրեր առաջ ԱՄՆ նախագահը փոխել էր իր դիրքորոշումը, հրաժարվելով ԵՄ երկրների նկատմամբ լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու գաղափարից եւ Գրենլանդիան ուժով գրավելու սպառնալիքներից։ Չինաստանի նախագահ Սի Ցինպինը Պեկինում ընդունել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին։ Սա Մեծ Բրիտանիայի վարչապետի առաջին այցն է երկիր 2018 թվականից ի վեր։ Սթարմերն իր այցն անվանել է պատմական, նշելով, որ Չինաստանը համաշխարհային մասշտաբով կարևոր խաղացող է, որի հետ Մեծ Բրիտանիան ձգտում է ավելի սերտ հարաբերություններ կառուցել։ Սի Ցինպինն իր հերթին ընդգծել է, որ Չինաստանը ցանկանում է Բրիտանիայի հետ զարգացնել երկարաժամկետ կայուն եւ համապարփակ ռազմավարական գործընկերություն, որն օգուտ կբերի երկու երկրներին եւ աշխարհին։ Նրա խոսքով երկու երկրների հարաբերություններում եղել են վայրիվերումներ, սակայն շփումն անխուսափելի է։ Հանդիպումից հետո Սթարմերը հայտարարել է, գրանցվել է առաջընթաց մաքսատուրքերի նվազեցման եւ անայցագիր ռեժիմի սահմանման շուրջ։ Սթարմերին Չինաստան երրորդյա այցի ընթացքում ուղեկցում են բրիտանական բիզնեսի, սպորտի եւ մշակույթի ոլորտների 54 ներկայացուցիչներ։ ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերի եւ Վաշինգտոնի անկանխատեսելի քաղաքականության ֆոնին վերջին շաբաթներին Պեկին են այցելել տարբեր ղեկավարներ։ Հունվարին Չինաստանն ընդունել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին, Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոին եւ Հարավային Կորեայի նախագահ Լի Չժեմյոնին։ Փետրվարին սպասվում է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի այցը Պեկին։ Ռուս-ուկրաինական հակամարտության լուծման շուրջ Աբու Դաբիում փետրվարի 1-ին նախատեսվող բանակցություններին կարող է եւս մեկ լրացուցիչ օր հատկացվել, եթե նման անհրաժեշտություն լինի, հայտարարել է Կրեմլի խոսնակը։ Իր հերթին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ չլուծված է մնում տարածքային հարցը։ Աշխատանք է տարվում կողմերի դիրքորոշումները մոտեցնելու ուղղությամբ։ Ռուբիոն նաեւ հայտնել է, որ բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև երկկողմ ձևաչափով։ Ամերիկյան կողմը կարող է մասնակցել քննարկումներին, սակայն նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը եւ Ջարեդ Քուշները ներկա չեն գտնվի։ Աբու Դաբիում ԱՄՆ Ռուսաստան-Ուկրաինա առաջին եռակողմ բանակցությունները տեղի են ունեցել հունվարի 23-ից 24-ը։
Վերսկսված բանակցությունների ֆոնին Մոսկվան եւ Կիևը զոհված զինծառայողների աճյուններ են փոխանակել։ Ռուսական կողմն Ուկրաինային է փոխանցել 1000 մարմին եւ ուկրաինական կողմից ստացել է 38 ռուս զինծառայողի մարմին։ Միևնույն ժամանակ ռուսական Lukoil ընկերությունը համաձայնել է ամերիկյան Carlyle մասնավոր ներդրումային ընկերությանը վաճառել իր արտասահմանյան ակտիվների մեծ մասը, որը գնահատվում է շուրջ 22 միլիարդ դոլար։ Գործարքը չի ներառում Ղազախստանում Lukoil-ի ակտիվները։ Վաճառքը կապված է առանձին երկրների կողմից Lukoil-ի եւ դրա դուստր ձեռնարկությունների նկատմամբ պատժամիջոցների հետ։ Միացյալ Նահանգների արևելքում առաջիկա օրերին եւս մեկ ձնաբուք է սպասվում։ Երկիրը դեռ ուշքի չի եկել անցած հանգստյան օրերին առատ տեղումների եւ ձնաբքի հետևանքներից։ ԱՄՆ-ի տարբեր նահանգներում ձմեռային սաստիկ եղանակային պայմանների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 73-ի։ 69 միլիոն մարդ ցուրտ եղանակի հետ կապված նախազգուշացումներ է ստացել։ 100 հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։